Վաշինգտոնում եկնարկել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած խաղաղության խորհրդի հանդիպումը։ ԱՄՆ նախագահը իր խոսքում կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիևին, պատմելով, թե ինչպես են Սպիտակ տան օվալաձև սենյակում երկու երկրների առաջնորդները նախաստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք օվալաձև սենյակում էինք եւ արդեն մոտենում էինք համաձայնությանը, բայց մեկը սենյակի մի անկյունում էր, մյուսը մյուս։ Ես ասացի. «Պարոնայք, կարող եք մի փոքր մոտ նստել»։ Նրանք իրենց շատ անհարմար էին զգում։ Գիտեք, նրանք իրար կոտորում էին 32 տարի։ Ես ասացի. «Կարող եք մի փոքր ավելի մոտենալ»։ Մեկ ժամ անց նրանք արդեն կողք կողքի էին։ Մենք գործարք կնքեցինք, նրանք գրկախառնվեցին, ստորագրեցին, եւ մենք խաղաղություն հաստատեցինք երկու շատ կարեւոր երկրների միջև։ Մենք հարցը լուծեցինք մոտ 24 ժամում, այդպես չէ՞։ Եվ դա լավ խաղաղություն էր։ Կարծում եմ նրանք ընկերացել են։ Վստահ չեմ արդյոք ինձ թույլատրված է դա ասել, բայց կարծում եմ այդպես է։ Նրանք ընկերներ են դարձել։ Ճիշտ է, ոտքի կանգնեք, սրանք երկու պինդ ընկույզներ են։ Կարծում եք դա հեշտ էր։ Նրանք երկու ուժեղ, լավ, բայց խիստ մարդիկ են, 32 տարի։ Պատերազմից հետո դա գեղեցիկ տեսարան էր։ 32 years. Մինչ պաշտոնական միջոցառման սկիզբը Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը կարճատև զրույց են ունեցել, սակայն քննարկված թեմաների վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ չկա։ Չեն կարող իզորու չեն ապահովել մեղադրյալի վաճառչի օրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով Բագրատ Սրբազանը եւս 2 ամիս կմնա կալանավորված։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ ձգվի։ Դատական նիստի ընթացքում Սրբազանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ իր համար ազատությունը հոգևոր արժեք է, որից ոչ ոք չի կարող իրեն զրկել։ Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաև Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, շեշտելով, որ ամաչում է սեփական կալանքի հարցը քննարկելուց, երբ իր եղբայրները տառապում են գերության մեջ։ Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկելը, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Կարծում եմ, թե կալանավայրում լուսամուտի որ կողմից եք նայում, ով է ավելի կալանավորված եւ ով է գտնվում ազատության մեջ։ Ես որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք որ ստիպված կալանավորված եք, ով է ավելի կալանավոր եւ ով ում ազատություն տա։ Հետևաբար ես կխնդրեմ ասելու, որ ազատությունից զրկված մարդ չկա այստեղ։ Այս 18-ի մեջ էլ չկա, ես էլ ամենավերջինը։ Որովհետև դա Աստծո գործն է։ Ոչ մեղադրողների, դատախազների, որոնց նաև մխիթար գոշը երբեմն ամբաստանողներ են համարում, ոչ դատավորների, ոչ էլ ինչ-որ կենթանական ծագումով իշխանավորների։ Ոչ մեկ։ Ակտիվիստ Արթուր Չախոյանը հերթական տեսանյութն է հրապարակել ահազանգելով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ցածր որակի եւ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումների մասին։ Ակտիվիստի հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են թաց մակերեսի վրա ասֆալտապատում իրականացնում։ Հողի վրա առանց փոշեզրկման, առանց բիտումի, նորմալ տարածումի ասֆալտապատման աշխատանքներ են անում։ Այս է իրանց ասած բիտումն է, եթե ընդունենք շինարարների ասածով, եթե սա բիտում է, ժողովուրդ ջան, մի պահ պատկերացնենք, որ դա այդպես է կա, որ սա բիտում է, ապա բիտումը փռել են հողի վրա։ Հեսա, խնդրեմ, տակը հող է։ Մենա տեսեք, քանդում եմ, տակը հող է, ժողովուրդ։ Թաց հող է։ Գագիկ Ծառուկյանի տանը փորձագետները զննություն են անցկացնում։ Մեր գործընկերներին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա, քրեական վարույթն առհասարակ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Քրգործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, ու արդեն իսկ նույն թվականին այդ գործով Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Դրանից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել ոչ Ծառուկյանի վերաբերյալ եւ ոչ էլ նրա մասնակցությամբ։
Ձմեռը Հայաստանում սպառողի համար սկսվում է ոչ թե առաջի ձյունով, այլ շուկայում գյուղմթերքի գների կտրուկ աճով։ Պատճառը պարզ է։ Մեր երկրում բերքը հիմնականում ամռանն է աճում, իսկ ձմռանը մենք դառնում ենք ներմուծող, թանկ ապրանքի գերի։ Սակայն այս իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Սրա լուծումը եւս գտել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը առաջարկում է մատնանշելով Հայաստանի հյուսիսային դարպասը նոյեմբերյանը դարձնել գյուղմթերքի աճեցման հատուկ զոնա։ Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფიկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Կուսակցության ծրագրի հիմքում տնտեսական հաշվարկն է։ Ձմռանը ջերմոցային մթերքի ինքնարժեքի առյուծի բաժինը շուրջ 70%, գազի գինն է։ Նոյեմբերյանն ունի ռազմավարական առավելություն։ Քաղաքով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ ջերմոցները գազը կստանան հենց սահմանային ներմուծման գնով, առանց ներքին ավելորդ ծախսերի։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը, ձմռանը Հայաստանում։ Ինչով? Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով, քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք կունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, մեղմ կլիման եւ էժան էներգակիրները նոյեմբերյանը կարող են վերածել Հայաստանի գյուղատնտեսական շտեմարանի։ Սա ռազմավարական զարգացման այն մոդելն է, որտեղ շահում է թե պետությունը, թե սպառողը եւ թե սահմանին ապրող քաղաքացին։ Բրիտանական ոստիկանությունն այսօր ձերբակալել է Անգլիայի նախկին արքայազն Էնդրյուին։ Գործողությունն իրականացվել է Նորֆոլքի Սանդրինգեմ գալվածքում գտնվող Wood Farm առանձնատանը։ Նա կասկածվում է պետական պաշտոնում լիազորությունների չարաշահման եւ պետական գաղտնիքների արտահոսքի համար։ Ըստ քննության, նա Ջեֆրի Էփշտեյնին է փոխանցել Մեծ Բրիտանիայի ռազմավարական շահերին վերաբերող գաղտնի տվյալներ։ Հայտնաբերված նոր նամակագրությունը փաստում է, որ նա տարիներ շարունակ Էփշտեյնի հետ մտերիմ կապի մեջ է եղել։ Թագավոր Չարլզ III-ը պաշտոնապես աջակցություն է հայտնել քննությանը, ընդգծելով, որ օրենքը պետք է հավասարապես գործի բոլորի համար։ Հակամիապետական խմբերն այս ձերբակալությունը համարում են հանրային ճնշման արդյունք եւ պահանջում են նաեւ հարցաքննել ընտանիքի մյուս անդամներին։ Կարծես թե այս ձերբակալությամբ նախկին արքայազն Էնդրյուի հեղինակությունը հավասարվում է զրոյի տարիներ տևած սկանդալներից հետո։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը հասել է օրհասական կետի։ Ժնևում կայացած վերջին բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ձախողվել են, ինչից հետո Վաշինգտոնը Թեհրանին տվել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ տարաձայնությունները վերացնելու գրավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Փորձագետները նշում են, որ եթե համաձայնության չկան կողմերը, ռազմական բախումը կլինի անխուսափելի։ ԱՄՆ-ն արդեն սկսել է ուժերի աննախադեպ կենտրոնացում Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի ավիաբազաներից բազմաթիվ ինքնաթիռներ են ուղևորվել դեպի Հորդանան ու Պարսից ծոց։ Տարածաշրջանում տեղակայվել են ավիակիրներ, հարյուրավոր կործանիչներ, իսկ ամերիկյան զորքերի տեղակայումն ամբողջությամբ կավարտվի մինչև մարտի կեսերը։ Ըստ որոշ տեղեկությունների, Սպիտակ տունը պատրաստվում է Իրանին հարվածել արդեն այս շաբաթ։ Սպասվող գործողությունը կարող է վերածվել ամերիկա-իսրայելական լայնածավալ պատերազմի, որի նպատակը ոչ թե պարզապես գետային հարվածներն են, այլ Իրանի վարչակազմի տապալումը։ Իսրայելը պահանջել է հաշված օրերի ընթացքում հարվածել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Սրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման։
requires that neighboring countries be weak. Իրանն իր հերթին փորձում է դիմակայել ճնշումներին։ Թեհրանը բանակցությունների մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիային, իսկ այսօր փետրվարի 19-ին Ռուսաստանի հետ սկսում է ռազմածովային զորավարժություններ Օմանի ծովում եւ Հնդկական օվկիանոսում։ Ըստ վերլուծաբանների, սա դիտարկվում է որպես ուժի ցուցադրություն, որն ուղղված է արևմուտքին։ Который спровоцирован Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն այժմ գտնվում են այնպիսի փուլում, որը թույլ չի տալիս հանրայնացնել։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում եւ չի պատրաստվում մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ։ Պեսկովի խոսքով Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ ապագա բանակցությունների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա, իսկ Ժնևում կայացած բանակցությունների մասին Կրեմլն այս պահին ավելացնելու ոչինչ չունի, բացի Վլադիմիր Մեդինսկու տված բնութագրից։ Очень долго вчера. Մեդինսկին ասել էր, որ քննարկումներն անցել են դժվար, բայց գործնական մթնոլորտում։ Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց առայժմ չի պլանավորվում։